Փոխադարձ կսմիթներ, դիրքորոշումների ակնհայտ տարբերություններ, բայց նաև հայտարարություն Երևանից։ Մոսկվայի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Հայաստանի օրակարգում չկա։ Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարց այդ մեխանիզմների ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին մեր օրակարգում չկա։ Աշխատանքային երկօրյա այցով Երևան եկած Ռուսաստանի արտգործնախարարը հայաստանցի գործընկերոջ հետ նախ տետատետ բանակցեց։ Հետո ընդլայնված կազմով դրանց հաջորդած Միրզոյան Լավրով ասուլիսը թերևս ռեկորդային էր, 1 ժամից ավելի տևեց։ Ասուլիսի ընթացքում Երևանի եւ Մոսկվայի հակասություններն ի հայտ եկան, մասնավորապես 2022-ի ադրբեջանական հարձակմանը, հապկի արձագանքի, տարածաշրջանից դուրս համագործակցությունների, Ղարաբաղի, արևմտյան երկրներից զենք գնելու հարցերի շուրջ։ Մինչ Երևանը արտաքին քաղաքականությունը բալանսավորելուց է խոսում, Լավրովն այսօր հայտարարում էր. Հարավային Կովկասում հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին տարածաշրջանի երկրների եւ մերձակա հարևանների կողմից։ Բաքվից ոչ պակաս Մոսկվային է անհանգստացնում հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդների տեղակայումը, իսկ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո պարբերաբար զգուշացնում են, թե ԵՏՄ-ն ու Եվրամիությունը համատեղելի չեն։ Не имеем ничего против того, чтобы внерегиональные страны Դեմ չենք, որ արտատարածաշրջանային պետությունները զարգացնեն իրենց հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, բայց որ այդ համագործակցությունն ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ տարածաշրջանի երկրների շահերի արհամարհմանը։ Լավրովը խնդիր չէր տեսնում, որ Հայաստանը զենքը այլ երկրներից գնի, սակայն միշտ բայցը կար։ Франция, она выступает как враждебная страна. Այլ երկրներից զենքի գնման հետ որևէ խնդիր չկա, դա մեր հայ բարեկամների ընտրությունն է։ Քաղաքական առումով Ֆրանսիան հանդես է գալիս իբրև թշնամական պետություն, ուստի մեր դաշնակիցներն իրենք պետք է որոշեն, որտեղից զենք գնել։ Արարատ Միրզոյանը չժխտեց, որ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն է նկատի ունեցել, երբ երեկ ասել է, որ անվտանգության ներկայիս ճարտարապետությունը արդյունավետ չէ։ Հայաստան-Ադրբեջանի ներխուժման ժամանակ հապկի արձագանքից Երևանը դժգոհ էր։ Լավրովը մինչդեռ հայտարարում էր, որ պարտավորություններից բխող արձագանք եղել է։ Դրանից հետո արտգործնախարարները Լեռնային Ղարաբաղին անդրադարձան։ Լավրովը արդարացրեց Մոսկվայի դիրքորոշումը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Երևանի քայլով, Միրզոյանը հիշեցրեց Մոսկվայի հայտարարությունները։ Պրահայում հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին, որ այն որոշվելու է Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի մաս է։ Դա բավական անակնկալ էր, քանի որ 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև մարտական թեժ գործողությունների ընթացքում հրադադարի փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս։ Ջենթլմենական համաձայնություն կար, որ Ղարաբաղի հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, այդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը։ Հայաստանի Հանրապետությունը կրկին ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի վրա հիման վրա եւ բնականաբար ակնկալում է եւ ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կրկին Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Իսկ հայ-ադրբեջանական այսօրվա հարաբերություններին անհամեմատ ավելի կարճ անդրադարձան, չնայած Բաքվի նախապայմաններին Միրզոյանը ոչ շատ հեռու ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման հույս հայտնեց։ Լավրովը կարգավորումը տեսնում էր հայ-ադրբեջանա-ռուսական պայմանավորվածությունների շրջանակներում։ Չշրջանցվեց նաև Հայաստանի այսպես ասած ուկրաինացման թեման։ Լրագրողը հարցնում էր. կհարգեն Եվրամիության հետ մերձենալու Երևանի ինքնիշխան որոշումը, թե Հայաստանի հետ էլ Ուկրաինայի նման կվարվեն։ Я не вижу каких-то причин для украинизации
Армении. Ես Հայաստանի ուկրաինացման որևէ պատճառ չեմ տեսնում, Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է, Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը անօրինական չի հռչակում, Հայաստանը քաղաքակիրթ երկիր է։ Իսկ Հայաստանն ինչպես է պատրաստվում համադրել ԵՏՄ-ն եւ Եվրամիությանն անդամակցությունը։ Այս հարցին էլ Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց. Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում եւ ըստ այդմ հարցը, որը կարող է ծագել այդպիսի զարգացումների պարագայում, տեղին չի եւ չեմ կարող այդ սցենարի վերաբերյալ դատողություն հայտնել։ Վերջին անգամ Լավրովը Հայաստանում 3 տարի առաջ է եղել։ Նա այսօր հանդիպել է նաև վարչապետին, իսկ արտգործնախարարությունում ստորագրել առաջիկա 2 տարիների քաղաքական խորհրդակցությունների հայ-ռուսական պլանը։